Այ որոշ ընտրատարածքներում բոլոր տեղամասերի մասով դիմել են, որպեսզի process-ը դանդաղ իսկ ընտրատարածքան ընդհանրապես ոչ մի տեղամասի մասով չեն դիմել։ Այդ որպեսզի այս ընտրատարածքային հանձնաժողովը ոչ բոլոր տեղամասերը վերահաշվարկի, որտեղ բոլորը չի կարա վերահաշվարկի, ասենք ընտրատարածքը 70 տեղամաս է։ Մի ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարծեմ այսօր պիտի սկսեն միջև ուրբաթ իրիկուն պիտի անեն, չեն կարա 70 տեղամաս վերահաշվարկ անեն, էլի, ռեալ չի։ Որտեղ ըստ իրանք կրկնում են գործը, որ արվում է տեղամասում, էլի, իսկ տեղամասում դա ամեն տեղամասում մի գիշեր հաշվում էին, չէ։ Այստեղ տենց են արել, որպեսզի չհասցնի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը բոլորը վերահաշվարկին եւ ասեն այ տեսեք ոչ բոլորը վերահաշվարկեցին եւ ուրեմն այնտեղ թաքցնելու բան կար, էսա դրա համար ճիշտ ասած մեր հորդորը ուժերին էներ, որ եթե կա տեղամաս, որի մասով ունեք կասկած, այդ տեղամասերի մասով դիմեք, որ վստահ լինեք, որ այդ տեղամասը բացել են։ Ինչ նշանակում, օրինակ, չգիտեմ, Երևանի այս հատվածի բոլոր տեղամասերի մասով կասկած ունեմ, իսկ Երևանի այն հատվածի ոչ մի տեղամասի մասով կասկած չունեմ։ Պարոն Հրանշյան, ասում եք, որ շահի տեսեք, վստահված անձինք, ընդ որում ընդդիմադիր ուժերի կողմից։ Չնայած ես բան էլ ասեմ, եթե տենց բան անեն հանգարց, մենք իհարկե կբացենք այն մյուս տեղամասերի տեսախցիկների ձայնագրությունները, տեսախցիկներն էլ հոմնում է, որ 2013 կամ 15 թիվը չի, կամ Քոչարյանի վախտերը չի, տենց